Աշխատանքն ու աշխատատեղերը իհարկե այս ընտրարշավի գլխավոր թեման չեն, բայց ի տարբերություն շատ ու շատ հարցերի անտեսված էլ չեն։ Երբ ըստ լուսավոր Հայաստանի հայկական պետականությանը վտանգ է սպառնում, աշխատատեղերի հարցը երկրորդական է։ Ալիևն էլ կարող է շատ բարձր աշխատավարձ տալ, եթե մենք ամբողջ ազգով համաձայնվենք դառնալ Արևմտյան Ադրբեջան, կամ նույնպես Թուրքիան։ Ինձև ինչի՞ չէ, ցանկացած այլ երկիր պետք է լուծել Հայաստանի անվտանգային եւ հայկական մնալու օրհասական խնդիրը, դրանից հետո ներգրավելով արդեն պատշաճ մասնագետներ, լուծել մնացած երկրորդական խնդիրները։ Ով ավելի շատ աշխատատեղերի մրցավազքը հիմնականում իշխող քաղաքացիական պայմանագրի ու Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի մեջ է ծավալվել։ Մեկը խոստանում է, մյուսը պնդում իրենք արդեն իսկ այդ թվին մոտեցել են։ Ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար, նույնիսկ մեկը թողնելու ենք Փաշինյանի համար, թմբուկ նվագելը։ 2018 թվականից ի վեր Հայաստանում 288,000 աշխատատեղ է ստեղծվել, բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, այդ աշխատատեղերը դուք եք ստեղծել։ Իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան եւ միջավայր ենք նաեւ մենք որոշակի ստեղծել աշխատատեղերը, որոնք կան, տեսանելի են պետության համար, իրանք կան, այն աշխատատեղերը, որոնք չկան, իրանք ուղղակի չկան։ Վերընտրության ձգտող քաղաքացիական պայմանագրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը տարեկան 25,000 նոր աշխատատեղերի ստեղծման պլաններով մի քանի օր առաջ խոշոր գործարարների հետ կիսվեց։ Փորձագիտական շրջանակներից կարծիք հնչեց դա սեփական խոստման վերապատվիրակում էր բիզնեսներին, թե իմացեք տարեկան պետք է 25,000 նոր աշխատատեղ ստեղծեք։ Շատ կարևոր է, որ մենք այս դինամիկան շարունակենք։ Ես պետք է մի քո նման ղեկավար։ Քաղաքացիական պայմանագիրը նաև բարձր վարձատրության ճանապարհ է խոստանում հարթել։ ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը նախընտրական տարում բաժանվող պարգևավճարների օրինակով անհավասարության թեման է բարձրացնում։ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը դեկտեմբերից ավելի քան 8 միլիարդ դրամ կամ 22 միլիոն դոլար պարգևատրումներ է բաժանել պաշտոնյաներին ու պետական աշխատողներին։ Չի կարող լինել այնպես, որ նախարարը ստանա 7-8 միլիոն դրամ պարգևավճար, իսկ համակարգի այլ աշխատակիցներ 20-ից 50,000, 100,000 դրամ։ Պարգևավճարները չպետք է լինեն մեկ հոգու քմահաճույքից կախված, որ այդ մեկը բաշխի իր հյուրայինների, անձամբ իրեն լավ ծառայողների միջև, իսկ մնացած 90%-ին բաժին հանի, ինչ տակը մնա։ Պարգևավճարների կարգը պետք է ֆիքսված լինի օրենքով եւ լինի արդար։ Մյուս ուղղությունը այս առողջացնելու ուղղությամբ լինելու է արդար բիզնես միջավայրի կառուցումը, ինչպես նաև շնորհապետական պետական համակարգի ստեղծումը, այնպիսի հասարակական կարգ, որտեղ մարդիկ նշանակվում են պաշտոնների ըստ իրենց արժանինքների։ Ռեֆորմիստական նոր ուժը Հայկ Մարությանի գլխավորությամբ նախ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերն է ուզում լուծել, որը ըստ ընտրական ցուցակի երկրորդ համարի Հակոբ Կարապետյանի տնտեսության զարգացման ուղիղ ճանապարհն է։ Արհեստակցական միությունները իրենց նպատակին չեն ծառայում կամ գոյություն չունեն։ Մենք այս ուղղությամբ իրավական էլի եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք առաջարկել։ Նույն աշխատանքային իրավունքները, առանց հանգստյան օրերի աշխատանքները կամ առանց հավելավճարի աշխատանքները կամ կատարած աշխատանքին համեմատ ոչ պատշաճ վարձատրությունը մեր երկրում ցավոք դեռ համատարած է։ Պաշտոնական տվյալներով մոտ 3 միլիոնանոց Հայաստանում բնակչության մոտ 13%-ը գործազուրկ է։